Ուրեմն ես ասացի, որ Ալեն Սիմոնյանի դրվագին մենք կանդրադառնանք եւ սա հետաքրքիր դրվագ է Ռուսաստանին առնչվող 3 հրապարակվեց մի տեսանյութ հարցազրույց Factor TV-ի եթերում Ալեն Սիմոնյանն էր եւ լրագրողի հարցերին ի պատասխան թե ինչ է ասելու ռուս պաշտոնյաներին հիբրիդային այսպես կոչված պատերազմի մասին Ալեն Սիմոնյանը լրիվությամբ հակասում էր կամ առնվազն մեղմացրել էր, խիստ մեղմացրել էր իր ռետորաբանությունը։ 2025 թվականը ԿՊԱ-ական իշխանությունները հայտարարել էին Ռուսաստանի կողմից իբրև Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի տարի, կառավարության անդամներ, իշխանական падգամավորներ, մեդիաներ եւ վճարովի փորձագետներ բոլորը խոսում էին այսպես կոչված հիբրիդային պատերազմի մասին։ Այն ներկայացնելով որպես արտաքին ճնշման եւ համակարգային դրսեւորում, որն ուղղված է Հայաստանի քաղաքական ինքնիշխանության սահմանափակմանը։ Բանը հասավ նրան, որ իշխանությունները այդ թեմայով դժգոհել էին նաեւ ԵՄ պաշտոնյաներին եւ Կայա Կալասը դա բարձրաձայնեց, միաժամանակ խոստանալով աջակցել Հայաստանին Ռուսաստանի դեմ պայքարում։ Նախորդ տարի Ռուսաստանին բավականին ուղիղ կերպով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ մեղադրած Ալեն Սիմոնյանը Մոսկվա գնալուց առաջ Factor լրատվականի եթերում էապես մեղմել է իր խոսքը։ Կարծում եմ ՌԴ հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականում կա, ասել է Սիմոնյանը։ Սա շատերը գնահատեցին որպես հետքայլ կամ թքածը լիզելու նման մի բան, սակայն իրականությունը շատ ավելի պրագմատիկ է։ Քաղաքագիտական լեզվով ասած այստեղ գործ ունենք ոչ թե գաղափարական վերանայման, այլ քաղաքական ադապտացիայի հետ։ ԿՊ-ում ըստ ամենայնի հասկացել են, որ առաջիկա ընտրություններում Ռուսաստանը կարող է իր դիրքորոշմամբ չնպաստել իրենց վերարտադրությանը եւ որոշել են խաղեր տալ, որպեսզի չեզոքացնեն նման զարգացումները։ ԿՊ-ում ռազմավարական առումով շարունակելու են մնալ նույն գծի մեջ հակառուսական եւ Հայաստանը Թուրքիայի վերահսկողության տակ դնելու ուղղությամբ, ինչը տեղավորվում է արտաքին հովանավորների հետ սերտ ինտեգրման մոդելի մեջ։ Սակայն այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ է տակտիկական համաձայնության կամ առնվազն չեզոքության գնալ Ռուսաստանի հետ, որպես տարածաշրջանում դեռևս ազդեցիկ ուժային կենտրոնի, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել իշխանության վերարտադրությունը։ Ռուսաստանի չեզոքությանը հասնելու համար ԿՊԱ-ականները կարող են իրենց նախընտրական երգը դարձնել Պուտին սկազալ արմյանամ դավաց պրախոդ երգը, այսինքն ժամանակավոր լոյալության ռետորաբանությունը, սակայն հենց ընտրությունների հաջորդ օրը անելու են այն, ինչի համար բերվել են իշխանության։ Փորձելու են Ռուսաստանին վերջնականապես դուրս մղել տարածաշրջանից եւ վերաձևել անվտանգության ճարտարապետությունը։ Մնում է հուսալ, որ Ռուսաստանում այս ամենը հասկանում են եւ քաղաքական հիշողության տրամաբանությամբ ավանդույթի համաձայն ոտքը չեն դնի արդեն փորձված փոცხի վրա։ Ես ճիշտ ասած վերջին պարբերության իմաստով բավական լուրջ կասկածներ ունեմ, որովհետեւ Ռուսաստանը ունի մի տրամաբանություն այդ պետությունը, իրենք ցանկացած իշխանության հետ, եթե կա հնարավորություն մի տոկոսով համագործակցելու, իրենք այդ համագործակցության մի տոկոսը օգտագործելու են։ Եվ կարող է լինել այնպես, ինչպես 21 թվականին եղավ, քանի որ այդտեղ ազդեցության տարբեր շրջանակներ էլ կան Մոսկվայում, կոնկրետ շրջանակների աջակցությամբ ստեղծեն տպավորություն, թե Փաշինյանի իշխանությունը արդեն խելք է հավաքել, ռուսների հետ այլևս կոնֆլիկտի չեն ուզում գնալ, միայն թե մի խանգարեք կամ օգնեք վերարտադրվենք, վերարտադրությունից հետո ես ձեզ վստահեցնում եմ Ռուսաստանը շատ արագ այս իշխանությունների ջանքերով դուրս են գալու տարածաշրջանից եւ գլխավորապես իհարկե Հայաստանից։ Սա իհարկե մենք այն մարդիկ չենք, որ գնանք Ռուսաստանին իրենց շահերը բացատրենք, թող իրենց շահերը հասկանան, բայց իշխանության մոտիվացիան մեր հանրությանը բացատրելու անհրաժեշտություն կարծում եմ կար եւ դա էր այս հոդվածի նպատակը։